Ըստ խնդրի թվերի երկրում կան 100 քաղաքներ, 1, 2, 3, այդպես շարունակ մինչև 100-րդը։ Քաղաքների միջև ճանապարհ անցնում է այն և միայն այն դեպքում, երբ այդ քաղաքների անվանումներից կազմված թիվը բաժանվում է 3-ի։ Օրինակ 1-ից դեպի 2 ճանապարհ կա, որովհետև 12-ը բաժանվում է 3-ի, իսկ 2-ից 3 չկա, որովհետև 23 չի բաժանվում 3-ի։ Պահանջվում է գտնել հնարավոր է արդյոք որևէ կերպ մեկ քաղաքից հասնել 100, և երկրորդ հարցը այն է, իսկ 99 կարելի է հասնել։ Շատ լավ, խնդիրը երկու մաս ունի, նշենք այստեղ առաջին մաս և սկսենք արդեն մտածել։ Մեկից ինչ-որ կերպ հասնել 100, ինչպես կարելի է դա անել։ Դե նախ եկեք հասկանանք խնդրի միտքը։ Եթե մենք ինչ-որ քաղաքից հասնում ենք մեկ այլ քաղաք այն դեպքում, եթե այդ երկու թվերից կազմված նոր թիվը, այդ երկու քաղաքներին համապատասխան թվերից կազմված նոր թիվը բաժանվում է անմնացորդ 3-ի, ինչը դա նշանակում, որ նրանց մնացորդների գումարը 0 է ուղղակի 3-ի բաժանելիս։ Շատ լավ, այսինքն եթե մենք ինչ-որ քառակուսի քաղաքից, այստեղ թիվ է գրված, ոչ թվանշան նկատեք, գնում ենք եռանկյունի քաղաքը, այստեղից հետևում է, որ քառակուսի և եռանկյուն թիվը անմնացորդ բաժանվում է 3-ի և թվանշանների գումարը նույնպես։ Ահա։ Մենք այս ամբողջ խնդիրը լուծելու ենք մնացորդների մեր ունեցած տեղեկությունները օգտագործելով։ Դե կարող ենք օրինակ դիտարկել այստեղ 12-ը։ Նկատենք, որ 12-ից մենք կարող ենք գնալ օրինակ 21։ Ինչու՞, որովհետև 12-ը 3-ի բաժանվում է, 21-ը 3-ի բաժանվում է։ Նրանցով կազմված թիվը կարող ենք հասկանալ 3-ի բաժանվում է, թե ոչ, ուղղակի թվանշանները գումարելով։ Այսինքն 1 գումարած 2 գումարած 2 գումարած 1-ը 6 է, հետևաբար այս ճանապարհը կա։ Բայց օրինակ 12-ից մենք չենք կարող գնալ 22։ Ինչու՞, որովհետև 1 գումարած 2 գումարած 2 գումարած 2-ը հավասար է 7, որը չի բաժանվում 3-ի։ Շատ լավ, այսինքն կարելի է ուղղակի եզրակացնել, որ քաղաքների համապատասխան այդ համարների թվանշանների գումարը պետք է բաժանվի 3-ը, բայց մյուս կողմից մեզ մոտ համապատասխանություն կա ըստ մնացորդի։ 0 մնացորդ տվող քաղաքից մենք գնում ենք 0 մնացորդ տվող քաղաք, բայց 0 մնացորդից ճանապարհ չունենք դեպի 1 մնացորդ։ Չէ՞ որ եթե մեզ մոտ առաջին թիվը 3-ի բաժանելիս 0 մնացորդ է տալիս, այսինքն թվանշանների գումարը 0 մնացորդ է տալիս, երկրորդի թվանշանների գումարը 1 մնացորդ է տալիս, ընդհանուր թվանշանների գումարը, ահա այս մնացորդների գումարը կտա, այսինքն 1, ու չի բաժանվի մեզ մոտ 3-ի։ Ու նույն կերպ մենք ճանապարհ չունենք դեպի 2 մնացորդ տվողները, իսկ դե 1 մնացորդ տվողից մենք գնում ենք միայն 2 մնացորդ տվող։ Շատ լավ, այսինքն եթե փոքր օրինակի վրա այս ամենը փորձենք պատկերել, փոքր օրինակ ասելով դիտարկենք մինչև 10-ը։ Այստեղ ունենք 4, 5, 6, 7, 8, 9 և 10-ը։ Տեսեք, 1-ից 1-ը 1 մնացորդ է տալիս, 3-ի բաժանելիս կարող են գնալ միայն 2 մնացորդ տվող։ Ահա այստեղ կարող են գնալ։ Շատ լավ։ Դե 2 մնացորդից է կարող են գալ 1 մնացորդ։ Բայց օրինակ 2 մնացորդ տվողից մենք չենք կարող գնալ կրկին 2 մնացորդ տվող, օրինակ 5, միայն 1 մնացորդ տվող կարող են գնալ, այսինքն 2-ից կարող են գնալ 4։ Նույն տրամաբանությամբ 2-ից ուրիշ տեղ որտեղ կարող են գնալ, 4-ը 1 մնացորդ էր, սա 2, սա 0, սա կրկին 1, այսինքն 7 կարող ենք գալ։ Եվ 2-ից կարող ենք 1 էլ գնալ 10 քաղաքը։ Այս իրավիճակում շատ լավ, դա հասկացանք։ Ուրիշ ինչ ճանապարհներ կան, դե 1-ից ուրիշ որտեղ կարող ենք մենք գնալ, 2-ն ենք դիտարկում։ Եկեք հենց բոլորն էլ կապույտ գույնով պատկերենք։ 1-ը 1 մնացորդ է տալիս, ուստի ուղղակի փորձենք գտնել 2 մնացորդ տվողները բոլորը։ 2-ը կար, հաջորդը 5-ն է, և 5-ից հետո 8 ունենք։ Եվ կապեցինք այս մնացորդները, դիտարկենք 4-ը։ 4-ը ում հետ կարող է կապվել, դե 4-ը կարող է կապվել բոլոր նրանց հետ, որոնց հետ կապված է 1-ը, չէ՞ որ մնացորդները նույնն են, 2-ն էլ 1 մնացորդ է տալիս, այսինքն 2-ի հետ կարող է կապվել 4-ը, 5-ի հետ կարող է
կապ հաստատել, 4-ը կարող է կապ հաստատել մեկ էլ 8-ի հետ։ Եկեք այսպես պատկերենք։ Մի քիչ միգուցե արդեն խճը ճոխ լինի, դեռ տեսեք, որ չենք կպնում 0 մնացորդ տվողներին, 7-ը ում հետ կարող է կապվել նրանց հետ, քանի որ նա 2 մնացորդ է, կներեք 1 մնացորդ է թողնում, նույնն է ինչ 4-ը։ Հետևաբար, նույն մնացորդներն են ինչ առաջինը, ուստի կարող այն կապվել 8-ի հետ, կարող է կապ հաստատել 5-ի հետ, և վերջ, չէ որ մեկը միայն 2-ի հետ էր, 5-ի հետ էր և 8-ի հետ էր, նույն ձևել 7-ը միայն 2-ի, 5-ի, 8-ի, 4-ը միայն 2-ի, 5-ի, 8-ի, շատ լավ, 1-ի համար արեցինք, 4-ի համար արեցինք, 7-ի համար արեցինք, 2-ի համար արեցինք, 1-ն էր միայն, 10-ն էր, 4-ը և 7-ը, այնուհետև 5-ի համար 4-ն էր, 1-ն էր, 7-ն էր և 10-ը։ Եկեք այսպես պատկերենք։ Ահա, իսկ ինչ ունենք օրինակ 8-ի համար, 8-ի հետ 7-ն էր, 4-ն էր, 1-ն էր և 10-ն էր, ահա այսպես, և դե վերջապես մեր վերջինը, եկեք դա էլ ինչ-որ այլ գույնով պատկերենք, արդեն 0 մնացորդ տվողները 3-ը 9-ի հետ, 3-ը 6-ի հետ, 6-ը 9-ի հետ։ Ու արդեն կարող եք ակնհայտ նկատել, որ 0 մնացորդ տվողները միայն իրար մեջ են, ճանապարհորդում իրար հետ են կապված ճանապարհներով, իսկ ցանկացած այլ մնացորդ տվողից մենք կարող ենք դուրս գալ մյուս մնացորդ տվողը։ Սա նաև արդեն կարելի է ասել ապացույցի նման կտոր է երկրորդ մասի համար, բայց դեռ առաջին մասը չենք ավարտել։ Հիմա ինչպես կարող ենք մենք 1-ից հասնել 100։ Դե նկատենք, որ 1-ը մեզ մոտ 1 մնացորդ է տալիս, 100-ն էլ է 1 մնացորդ տալիս, այսինքն ուղղակի ճանապարհ 1-ից 100 մենք չունենք, բայց մենք կարող ենք 1-ից գնալ 2 մնացորդ տվող ու 2 մնացորդ տվողից դուրս գալ 100-ի վրա, որովհետև այն 1 մնացորդ է։ Այս իրավիճակում, տեսեք, 1-ից մենք կարող ենք գնալ 2, իսկ 2-ից գնալ 10-րդը, որովհետև 10-ը նույնպես 1 մնացորդ է տալիս։ Հետևաբար 1-ից մենք այստեղ մեր դեպքում կգնանք 2, 12-ը բաժանվում է 3-ի, իսկ 2-ից կգնանք 100։ Եվ սա օրինակ է։ Ուստի սրա պատասխանը մեզ մոտ կլինի այո։ Շատ լավ, անցնենք երկրորդ մասին, հետո իրար հետ կամփոփենք այս երկուսը։ Ինչ ենք մենք անում այս իրավիճակում, 1-ից 99։ Այստեղ հարցական դնենք, այստեղ նույնպես։ 1-ից ինչ-որ ճանապարհներ փոխելով հասնենք 99-ի, ինչպես կարող է դա իրականանալ։ Դե իրականում արդեն հասկացանք, որ չի կարող ու պատճառը այն է, որ 0 մնացորդ տվողները միայն իրար հետ են կապի մեջ։ Միայն իրար հետ են կապված ճանապարհով։ Ուստի այլ մնացորդ տվողից զրո մնացորդ չենք կարող դուրս գալ կամ չենք կարող հասնել։ Հետևաբար պատասխանը երկրորդ մասի համար մեզ մոտ կլինի ոչ, ու դրա համար հիմնավորված պնդում ունենք, թե ինչու։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը ու հասկանանք ինչ արեցինք։ Դե խնդիրը բերեցինք նրան, որ սկսեցինք օգտագործել 3-ի բաժանելիության հետ կապված հայտանիշը եւ մեր ապացուցած այլ պնդումը այն էր, որ թիվն ու իր թվանշանների գումարը 3-ի բաժանելիս նույն մնացորդն է տալիս։ Շատ լավ, դա հասկացանք։ Հիմա ինչպես էր արդեն շարունակությունը լուծման։ Դե քանի որ երկու քաղաքների մենք կարող ենք մեկը մյուսից գնալ ճանապարհ կա այդ երկուսը միացնող, եթե դրանցով կազմված թիվը բաժանվում է 3-ի, ինչը նշանակում է, որ մնացորդները պետք է համապատասխան լինեն։ Այսինքն, եթե առաջինը 1 մնացորդ է տալիս, երկրորդը 2 տա, կամ հակառակը, կամ երկուսն էլ 0։ Այստեղից հասկացանք, որ 0-ից 1 ու 0-ից 2 չենք կարող դուրս գալ,
Եվ սկսեցինք այդ փաստը օգտագործել, հետևաբար 1 և 2 մնացորդ տվողները իրար հետ ինչ-որ ձև կապված են երկու ճանապարհով գոնե, բայց 0 մնացորդ տվողները միայն իրար հետ են կապված, ուրիշ ոչ մի քաղաք նրանց հետ կապի դուրս չի գալիս։ Հետևաբար 1-ից 100 կարող ենք դուրս գալ, որովհետև երկուսն էլ 0 մնացորդ չէին տալիս, կապ չունի, որ նույնն էին տալիս, ու օրինակ կառուցեցինք դրա համար, բայց արդեն 1-ից 99 չենք կարող, որովհետև 0 մնացորդ տվողները միայն իրար հետ են կապված, ու ուրիշ քաղաքից մենք նրանց վրա դուրս գալ չենք կարող։ Ուստի այդ երկրորդ մասի պատասխանն է մեզ մոտ ոչ։ Եվ կրկին վերհիշենք, որ եթե պատասխանը հնարավոր է արդյոք հարցի այո է, մենք պետք է օրինակ ներկայացնենք, եթե ոչ է, հիմնավորված պնդում, թե ինչու է այդպես, եւ երկուսի համար էլ մենք դա արեցինք։ Հետևաբար այսքանով խնդրի լուծումը կարող ենք ավարտել։